Մխիթարյան իշխանությունները այսօրերին պետք է լինեն, որպեսզի Ես նման կարծիք չունեմ, կարծում եմ ճիշտ կլինի։ Դե իրենք ամեն ինչ կարող են ասել։ ասում են, որ աշխատանքը կտապալվի եւ չի հաջողվի։ Եկեք ապրենք, կտեսնենք, ավագանու հաջորդ նիստին կտեսնենք, կա ճգնաժամ, չկա ճգնաժամ, որովհետև ժամանակից շուտ ինչ որ ապոկալիպտիկ մտքեր արտահայտելը ես հասկանում եմ հուզառատությունը իշխող ուժի, որը Գյումրիում այլևս իշխող ուժ չի։ Իրենց հայտարարությունների հուզառատությունը, հուզմունքը, բայց կարծում եմ ճիշտ կլինի իրենց հարցնել այդ ամեն ինչի վերաբերյալ, ավագանու հաջորդ նիստը նշանակված է, այդ նիստի օրը կտեսնենք։ Նազելի Բաղդասարյանի սպառնալիքը, որ եթե Գյումրեցու գլխից մի հատ մաս պակասեց, պատասխան եք տալու պատրաստ եք։ Ես չգիտեմ Նազելի Բաղդասարյանը ինչի մասին է խոսում, ու չգիտեմ կոնկրետ որ մարդու որ մազը նկատի ունի, եթե գիտի կոնկրետ մարդ, որի գլխից ինչ որ կոնկրետ մազ է պակասելու, կարծում եմ ճիշտ կլինի դիմեն ուժայիններին, որ հենց այդ մարդու նկատմամբ կոնկրետ հսկողություն սահմանեն, այդ մազին շատ լավ վերաբերվեն, ուշադիր վերաբերվեն, այդքան է։ Պարոն Մխիթարյան, ձեր շտապողականությունը Պարոն Մակարյան, խնդրում եմ ձևակերպումների մեջ, պարոն Մակարյան, դուք արդեն շատ երկար ժամանակ, այո, ուրեմն ասեք, որ պարոն Գրիգորյանի ասածն եք ցիտում, գոյություն ունի օրենքով սահմանված ողջամիտ ժամկետ, օրինակ չգիտեմ 24 ժամ, որի ընթացքում եթե դու որոշում կայացնում ես դա շտապողականություն է, իսկ եթե չէ դանդաղկոտություն։ Կա նման բան։ Չէ, ուղղակի մի վարքյան։ Հակառակ դեպքում դանդաղկոտության մեջ կմեղա։ Առավոտյան դեռ սուրճը չխմած, ոնց որ շտապեցիք հայտարարություն տարածեցիք Պարոն Գրիգորյանի ձևակերպումները կարծեմ նմանատիպ չեն եղել։ Դա ձեր ձևակերպումն է։ Առաջարկում եմ ձեր ձևակերպմանը չպատասխանեմ, որովհետև ես նման բան չեմ գտնում։ Առաջինը հայտարարել է, որ իր քվեներով աջակցելու է պարոն Ղուկասյանին Կարեն Սիմոնյանը։ Ես հայտարարել եմ առավոտյան, հայտարարել եմ այն, ինչը հայտարարել եմ դեռևս ընտրություններից առաջ, որ եթե ես առավելագույն ձայներ չեմ ստանալու, ապա սատարելու եմ ընդդիմության կողմից ամենաշատ ձայներ ստացած քաղաքապետի թեկնածուին, ինչ ասել եմ, դա էլ արել եմ։ Հիմա եթե կա որակավորում դա շտապողականության, եկեք հիմա ճիշտը խոսենք, ինչի հետ դա կապված պետք է լինի։ Դուք գուցե տեղյակ եք, որ 4 թեկնածուները իրար այդ բանակցությունների սեղանին նստած են եղել եւ ինչ որ բանակցություններ են տեղի ունեցել, այդ բանակցությունների արդյունքում է տեղի ունեցել այդ հայտարարությունները։ Դուք գիտեք նման բան։ Գուցե չլինեն հայտարարությունները, բայց բանակցությունները հետո դրան հետև էին արդեն։ Մի վարքյան, այդ ով է ասում գուցե։ Այդ գուցեն պիտի որոշեին 4 թեկնածուները։ Եթե 4 թեկնածուները քարոզարշավի 15 օրերի ընթացքում չեն ունեցել ոչ մի նմանատիպ քննարկում։ Եթե չեն, մի վարքյան, բայց կա որոշակիորեն սոցիալական բան, չափումներ, չէ՞, հարցումների տվյալներ։ Այսինքն բոլոր քաղաքական գործիչները այսպես թե այնպես իրենց քարոզարշավը նաև կառուցում են այդ տվյալները հաշվի առնելով։ Հիմա եթե այդ տվյալները անդադար խոսում էին նրա մասին, որ չի լինելու ոչ իշխանության կողմից, ոչ ընդդիմության կողմից գետ 1 ներկայացուցիչ, որը հավաքելու է 50+ ձայներ։ Դա նշանակում է, որ եթե գոյություն է ունեցել հիպոթետիկ պլան B կամ պլան C, դրա մասին արդեն թեկնածուները պետք է որ սկսեին քննարկումները մինչև ընտրություններ։ Եթե նախնական արդյունքների հրապարակումից 1 ժամ հետո թեկնածուներից մեկը արդեն հայտարարում է իմպերատիվ, որ ինքը միանում է կամ իր ձայնը տալիս է, չասեմ միանում է, որովհետև ոչ մեկի չի միացել, այսինքն մենք մեր ձայներով ապահովել ենք ընդդիմադիր քաղաքապետի ընտրությունը։ Եթե պարոն Սիմոնյանը ընդամենը 1 ժամ-ժամուկես հետո վիդեո ուղերձով հայտարարեց, որ ինքը իր քվեները տալու է քաղաքապետի թեկնածու պարոն Վարդան Ղուկասյանին, դա նշանակում է, որ նման բանակցություն նույնիսկ 1 ժամ հետո տեղի չի ունեցել։ Իսկ եթե ես հայտարարել եմ առավոտյան ժամը 9-ին, դա նշանակում է, որ ամբողջ գիշերվա ընթացքում էլ ոչ մի բան տեղի չի ունեցել։ Ըստ այդմ, ես պարոն Գրիգորյանին շատ հարգում եմ, իր ձևակերպումներն են, որոնց հետ ես ընդհանրապես համաձայն չեմ, առաջարկում եմ իրեն հարցնել, ինչի էինք այդ ձևակերպումները տալիս։ Ես կարծում եմ, որ նվազագույն խնդիրը, որը մենք մեր դիմաց դրել ենք, խոսքը ընդդիմադիր ուժերի մասին է, Գյումրիում չունենալ
քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ներկայացնող քաղաքապետ, մենք դրան հասել ենք։ Իսկ առիթ ունեցել եք իրենց զրուցելու Մարտուն Գրիգորյանը այս օրերին ձեր հայտարարությունից հետո։ Վարդան Ղուկասյանի Իդեպ ներողություն ոչ մեկի հետ առիթ չեմ ունեցել այս օրերի ընթացքում ընտրություններից հետո խոսելու ոչ մեկի հետ ոչ դեմարդեմ, ոչ միշտ, այո, ոչ դեմարդեմ, ոչ միշտորդավորված։